Ողջույն, դուք դիտում եք Civilnet Business-ը, տաղավարում հյուրընկալել եմ Stay-in ընկերության հիմնադիր եւ տնօրեն Գարիկ Դանիելյանին։ Բարև ձեզ։ Բարև Աշոտ։ Գարիկ, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Ես նույնպես։ Պարբերաբար հատկապես սոցիալական ցանցերում դիտում եմ ձեր ուրեմն այն թե ինչպես եք ներկայացնում անշարժ գույքի շուկայում առք ու վաճառքի գործարքները եւ ընդհանրապես տարբեր բնակարաններ եւ օբյեկտներ եւ որոշեցի ձեզ հետ զրուցել հենց անշարժ գույքի շուկայի մասին։ Տարբեր են կարծիքները 2020-22 թվականից այս կողմ, որ 2 տարի մենք ունեցանք այդ շուկայում գերտաքացում, ինչպես մասնագետներն էին ասում, հիմա որոշակի սառեցում ենք տեսնում։ Վերջերս ձեր ոդքասթներից մեկում ասացիք նաև ճգնաժամի մասին։ Իսկապես վիճակը ճգնաժամային է։ Տեսեք, գերշիկացավ 22 թվականին, չի ասի ճգնաժամային, բայց սպասելի ոնց որ ցանկացած տնտեսական աճից հետո նորմալ է, երբ որ անկում է տեղի ունենում բոլոր բնակավարներում, կարելի անգամ աքսիոմը ասել դա, նվազեց պահանջարկը 23 թվականի երկրորդ կեսից, մասնավորապես Արցախի տեղահանումից հետո, էլի կային մարդիկ, որ ոգևորվել էին, որ հեսա կգան, կառնեն, շուկա կշիկանա, բայց չէ, դա որևիցե լուրջ ազդեցություն չունեցավ։ Երևի վարձակալական շուկայի վրա մի փոքր ազդեց դա։ Ցածր սեգմենտ, էժան մաչելի սեգմենտում ունեցավ մի քիչ ազդեցությունը, այն որ սպասում էին մարդիկ, էլի չեղավ, որովհետև այդ բիֆտեկ կար, հենց նորակառույցները սարքում են, որ արցախցի գալու են առնեն ու ապրեն, բայց այսօր այդ սեկտորը ամենամեծ լուրջ ճգնաժամի առաջ է, շատ լուրջ։ Հիմա տեսեք, վերջի 7 տարվա ընթացքում, եթե 18 թվականից հաշվենք գների բարձրացումը, որը ընդհատվեց կովիդով եւ պատերազմով, ու սկսեց էլ ավելի ուժեղ թափով զարգանալ պայմանավորված ռելոկանտներով Ռուսաստանից 250-ից 300% աճ ունեցավ։ Հող, առանձնատուն, բնակարան, գների աճ։ Ու նորմալ էր, որ գոնե մի 100%-ը պետքա դանդաղ ինքը իջներ, նվազեր, որպեսզի պատրաստվեր միգուցե հաջորդ բարձրացմանը, որին ֆունդամենտալ պետքա ազդակներ լինեն։ Հիմա մոտ կարելի ասել 40%-ն է նվազել։ Դա շատերը չեն նկատում, ասում են 5 գներն է մնացել, մենք չենք զգում, որտեղ իրանք մասնագետորեն մեջը չեն, որ իրաց դիտարկման անկյունը ասեն կայքերն է կամ թեկուզ նմանատիպ ռոլիկները, բայց ինքը դանդաղ տարեկան 15-20% նվազեցում գնում է։ Փոքր կենտրոնը ավելի կայուն է այդ առումով, քիչ ազդեցության տակ ընկնում, ինքը ավելի դիմադրողականություն ունի ճգնաժամներում, որտեղ ինքը փոքր է ու պահանջված է։ Իսկապես պահանջարկ առաջարկն է Հայաստանում, ինչպես եւ մյուս բոլոր շուկաներում ստեղծում գները, թե մենք ունենք օրինակ շուկաներում շատ են լսել նման խոսակցություններ, խնդրեմ, եթե միֆ է, ցրեք այդ միֆը, որ օրինակ ունենք սեգմենտներ, որ մեծ առույցներ կան, չգիտեմ, շենքեր են կառուցել, ինքը որոշել է, որ քառակուսի մետրը $5,000 պետք է վաճառի եւ փողի խնդիր էլ չունի, չի էլ իջեցնում գինը եւ այդ շենքերում կարող են տարիներով այդ տները մոտավորապես այդպես էլ մնա եւ ինքը ընդհանուր գնի վրա ազդել, այսպես ասած, ստատիստիկայի վրա ազդել։ Տեսեք, կա իրականում այդ վիճակը, ինչով պայմանավորված կա շինարար, որը ունի մեծ վարկային պորտֆել, այսպես ասած մեծ ռիսկ, ինքը արդեն ամեն նյուանս, ամեն ինչ անում է, որ մանրուքները հաշվի առնելով օտարի այդ գույքերը չմնա ծանր բեռի տակ, հա։ Եվ կա շինարար, ով հիմնականում քիչ ավարկային ռեսուրս օգտագործում կամ կարող է բացարձակ չօգտագործի, ինքը ավելի հանգիստ է այդ առումով, ունի անվտանգության բարձիկ, այսպես ասած, ու դե լավ դանդաղ է վաճառում, դանդաղ կվաճառեմ։ Ու ինքը մյուսը դնում, այսինքն խնդիրը, որ 2 տարի կառուցելու է 70-80 կամ 100%-ը պետք է ես վաճառեմ 2-3 տարվա մեջ, մյուս մարդը դնում է, որ կարող ինքը 5-6 տարվա մեջ վաճառի։ Այդտեղ կապված է շատ նաև շինարարության մակերեսը։ Կա 5000 բնակարանոց բնակֆոնդով շինարարություն եւ կա 50 բնակարան մի շենքի մեջ։ 50-ը ավելի հեշտ է, 5000-ը ավելի դժվար է ու գոտիները նույնպես կապ ունեն։ Բայց իրականում կա ու կան իրանք այդպես դանդաղ վաճառում են, նամանավանդ կենտրոնամերձ շրջաներում այդ միջինից բարձր սեգմենտը, եթե չի էլ վաճառում, ինքը բարեհաջող վարձակալության է հանձնում, իր ներդրումը արդարացված է համարում, ինքը ասենք այդտեղ դիսկոմֆորտ չի զգում այդ։ Հասկանալի է։ Պիկի ժամանակ 2023 թվականի սկիզբ, 23-ի վերջ, չգիտեմ, Երևանի կենտրոնում, որ հիմնական, եթե նայում ենք նաև կադաստրի տված տվյալները, կենտրոն, Արաբկիր եւ Դավթաշեն շրջաններն են համարվում ամենաբարձր, այսպես գին ունեցող, արժեք ունեցող անշարժ գույքի
բաները, միկրոռայոնները ասեմ կամ չգիտեմ շրջանները ասեմ, վարչական շրջանները, իսկ մյուսները համեմատաբար ավելի քիչ։ Այս հատկապես կենտրոնում պիկի ժամանակ ինչպիսին էին գները եւ հիմա ինչպիսին են միջինացված, եթե կարող եք ասել։ Միջինացված նորակառույցները կարող ենք ասել $5,000 էր, եթե դա կամ 2 միլիոն դրամ մոտավորապես անվանենք, իսկ ոչ նորակառույցները խորհրդային ֆոնդը $3,000։ Հիմա նորակառույց դա սև կարկաս կոչվածն է, չէ՞, այսինքն որևէ բնակարան, որը ունի նաև վերանորոգում, կա լավ եւ մի քիչ հին, այդտեղ շենքերն էլ մի քիչ ունեն կատեգորիաներ, իրանց հա թանկուեժան կամ դիրքա այգի նայող թե բակ նայող։ Իսկ հիմա կարելի է 5,000 ասել նվազել 4, մոտ 4-ի հասել կամ 3.5, իսկ այն որ 3,000 էր արդեն մոտենում է 2,000-ին, 2,000 գիծ 2,500-ի Գործարքները նույնիսկ ակտիվ են, էլի քանակով ոչ, գործարքները քանակով կադաստրի տվյալներով կարող եք տեսնել։ Կադաստրի տվյալները, եթե վերլուծում ենք, ակտիվանրանով, որ շատ շենքեր նոր են սեփականություն ստանում վկայական, բայց post factum նրանք ձեռք են բերվել 21-22 թվականին կադաստրի տվյալների 2% է միայն պակաս անկումը նախորդ տարվա այս ամիսների հետ համեմատած։ Մարդը որ ձեռք է բերվել մաս-մաս փուլային վճարումով 21, 22, 23 թվականին շենքերը նոր են հանձնվում։ Կարող է մենք ստատիստիկ իրավիճակել ունենանք, ու դա ձեռնտու է իրանց հայտարարեն, որ տեսեք, այդպես վատ չի վիճակը մենք ունենք աճ եւ այլ դա արդեն առանձին թեմա, բայց իրականում դա գնվել են այդ գույքերը այն լավատեսական ակնկալիքի, այն կետի մեջ, երբ որ ասած եղել է այդ վազքը մենք է շուտ հասցնենք ու մեծամասամբ նորակառույցները պայմանավորված եկամտահարկի սահմանափակ լինելով, այսինքն ամսաթվով մինչև 25 թիվ հասցնենք օգտագործենք։ Դա էր մեծ ազդակ, հիմա դա էլ չկա։ Ինչ էի ասում, ոնց որ չշեղվեմ թեմայից, եկանք կադաստրին։ Գների մասն էինք խոսում։ Հա։ Գները դա 5,000 դարձել է 4,000, որը 3 էր մոտենում արդեն 2.5 ավելի ներքև ու ներկա պահամն հետաքրքիրն է։ Սպասողական։ Ինչու է սպասողական։ Պայմանավորված մերձավոր արևելքի ճգնաժամով ու նաև արդեն նախադեպը կա, որ Ռուսաստան, Ուկրաինա ճգնաժամից հետո Հայաստանը անշարժ գույք ամեն դեպքում զարգ եղավ եւ վարձակալությունը եւ վաճառքը, որոնք շատ փոխկապակցված են նաև իրար հետ։ Բարձրացման հիմա սպասում են նոր ալիք, կգան Իրանից, կգան Իսրայելից, կգան Իրաքից, Եմենից, այսինքն անգամ միջանկյալ պետություններ կան, որոնք կարող, չգիտեմ, պատահական վտանգի տակ հայտնվեն։ Այսինքն դուք այս 2-3 օրերի ընթացքում այդ սպասողական վիճակը զգացել եք, տեսել եք, արդեն շոշափել եք կարելի ասել։ Շատ չէի ցանկանա չափազանցնեմ, բայց ինձ համար էլ նույնպես կանխատեսելը շատ բարդ է դարձել։ Ու շատերն էլ ոնց որ սպասողական են, բայց կան մի քանի դեպք ունեմ, արդեն ասում ես չեմ վաճառում, հիմա ստոպ ենք անում, մի հատ նոր գնագոյացումը կձևանա, գին կհայտարարեմ։ Իմ լիստինգը հանեք։ Բայց որ ասեմ օրական 10-20 օրքի զանգում այդ հարցով չէ։ Կամ արդեն զրույցները գնում են ինչ կլինի, ով ոնց է կարծում, մեծ մասը հակված են, որ կգան մարդիկ ու կլինի էլի դեֆիցիտ, դրա հաշվին կբարձրանա։ Հա, եթե մարդկային հոսք լինի, իհարկե դա բերելու է նաև գների աճին, այդ թվում բնակարանների եւ վարձակալական շուկայում, բայց նաև դա ռիսկ է, պատերազմ է մեր հարևանությամբ, դա նաև կարող է հակառակ էֆեկտներ ունենալ։ Ճիշտ է։ Ես նույնպես ինքս ասում եմ, կամ բայց ասում, ոնց կանխատեսում մի բան փոխվելու է, չենք կարա մենք տենց անմասն մնանք, շատ մոտամեծ ցավոք սրտի կոնֆլիկտը, ու կարող է այո մենք էլ ունենանք այլ սցենարներ, որի արդյունքում նվազի։ Այստեղ արդեն վաճառողը ինքն է որոշում ինչ իրավիճակում է, լավատես է թե վատատես է։ Հիմնականում օտարվում են լավ այն գույքերը հիմա, ովքեր ունեն բանկերից վերցրած հիպոթեկներ եւ դժվարանում են վճարեն, բանկերը ստիպում են վերջնաժամկետ են տալիս, իրանք գնում են լավ զեղչերի, այսպես ասած, շուկային հաճախորդի կամակորությանը ու օտարվում են նման գույքերը։ Ինչ վերաբերում է ներդրումային, կարող է եւ մենք մեզ ասելում պարտադիր նկատի ունենանք նաեւ մեր մեծ սփյուռքը, ինքը ավելի շատ է գնագոյացման վրա ազդում, լինեն մարդիկ, ովքեր պատրաստ են ռիսկի դիմեն ու լավատես են կամ ավելի լավ վերլուծություն են անում, քան մենք, ու կան ներդրումներ կատարեն այս կետում, քանի որ սպասեն, որ բարձրացում տեղի կունենա։ Սփյուռքի ազդեցությունը որքան է գնագոյացման վրա Հայաստանում, հատկապես Երևանում։ Հատկապես Երևանում չեմ չափազանցնի 70%-ից ավել։
Այսինքն այդքան բնակարաններ մոտավորապես իրենք են առնում արք ու վաճառքի մեջ իրենց տեսարակարար կշիռը այդքան է։ Այո, նամանավան կենտրոնամերձ, Վահագնի, հա, միջինից բարձր սեգմենտը իրենք են։ Այդ միֆը, որ հյուսային պողոտան 20 տարի քայլում ենք, լույսերն անջատածա, լույսը անջատածա իր դերը Տորոնտոյում նստած է կամ Լոսում, կամ Մոսկվայում։ Այսինքն օրինակ եթե 100 բնակարան է վաճառվում, չգիտեմ, մի ամսվա մեջ, դրա մեջ մոտավորապես 60-70-ը Սփյուռքից գործարքներ են։ Հա, ունեք Ֆիրդուսում հաստատ այդպես է։ Ավանում մի քիչ թաղամասը որ կառուցվում է։ Այո, բայց Ավանում արդեն դեմոգրաֆիան ուրիշ կլինի։ 50-50 կլինի կարող 60 տեղացի 40։ Որքան կենտրոն եւ բարձր սեգմենտ, այնքան Սփյուռքի գործոնը բավական ավելի մեծ է։ Այո։ Սա մեր երկրում այդքան միջոցներ չեն կարողանում աշխատել։ Բայց դա նաեւ լավ է, որ մարդիկ անգամ նոր Սփյուռքը, այսպես ասած, մարդ, որ չգիտեմ, 3 է գնացել Հայաստանից եւ այնտեղ ինչ որ մեծ գումարներ է վաստակում, էլի մտածում է Հայաստանում, Երևանում բնակարան ձեռք բերելու մասին։ Իհարկե, այդտեղ կա նաեւ մի քանի կոմպոնենտ, էմոցիոնալ որոշում ու կա ձեռնտու որոշումներ։ Ասեմ, ավանդական է, որ Սփյուռքում ձևավորված սև գումարը բերեն Հայաստան, բայց հիմա Հայաստանը բարիերներ է սարքի դրա համար։ Խնդիրներ է ստացվում։ Դա էլ է ստիպում շուկայում գները իջնել։ Այսինքն չես կարող այն գումարները, ինչքան որ ուներ այն ժամանակ, որ բերում էր նույն ծավալով, հիմա էլ բերես։ Պետք է նախկինում չէին, այո, հիմքեր չէին հարցնում։ Ահա։ Մարդը ինչ էր անում ինքը գիտի, թե թաքսերից էր թաքցնում, թե հանցավոր ճանապարհով էր աշխատում իրենց խնդիրը, այդ գումարը ինքը բերում էր Հայաստան, ներդնում էր աշխարհի մեջ, քանի որ իր երկրում չէր կարող, իր երկրում արդեն հիմնավորել էր պետք, հա։ Հիմա Հայաստանը անդամակցել է այդ քաղաքական ուղղվածության մեջ, նույնպես հարցնում է, եթե հիմքեր չկա, չի թողում գործարքը լինի ուղղակի օտարումը։ Այո։ Պատճառներից մեկը նաև այդ է, որ անպայման բանկային փոխանցմամբ դա պետք է տեղ ունենալ գործարքը։ Հիմա նույն խնդիրը օրինակ Դուբայում չկա։ Հիմա մարդիկ գնում են Դուբայ են ներդրում կատարում։ Դուբայը ոչ մեկը չի հարցնում, չի հարցնում, որտեղից ձեզ այդ գումարը։ Հայաստանի շատ է հոսքը դեպի Դուբայ։ Գումարների տեսքով, անշարժ գույքի գնման տեսքով։ Ինչի՞ եմ ձեզ հարցնում, որովհետև այնտեղ եւս գործունեություն եք ծավալում։ Բավականին քշեր ունի։ Բավականին ու ինքը գնալով թափ հավաքում։ Ու այդ օրենքը ինչքան աշխատեց, ինքը ոնց է մեր մասից շուկայի դուսահանելու։ Ներդրման տեսքով է դա գնում, թե չգիտեմ, փողերի լվացման համար է դա տեղի ունենում։ Առավելություններից մեկը, այսինքն եթե ինքը խնդիր ունի մարդը այստեղ հիմնավորելու, այնտեղ այդ հարցերը չեն տալիս, այդ հարցը լուծվում է, ներդրում նաև, այդտեղ կա նաև աշխարհաքաղաքականը, անվտանգության հարցեր ունենք, ձվերը մի զամբյուղում չպահենք, սեն դիվերսիֆիկացիա, հա, տնտեսական տերմին։ Երևանում շատ կան հիմա մեծ պրոյեկտներ, որոնց ընթացքը շինարարական պրոյեկտներ էսի նկատի ունեմ, որոնք գրեթե մի ամբողջ թաղամասի շինարարության մասին էին, որ հիմա կարող ենք տեսնել, որ այդ թափը չունեն այդ պրոյեկտները, դանդաղել են, երբեմն կանգնել են, երբեմն ընդհատումներով են այդ շինարարությունները իրականացվում։ Կարելի է ասել, որ մենք ապագայում կունենանք այնպիսի վիճակներ, որ այսպես խապված ուրեմն գնորդներ կունենանք բազմաթիվ մարդիկ, որոնք կդժգոհեն եւ դուրս կգան փողոց ասելով, որ ուրեմն մեր փողերը, որովհետեւ այդ պրոյեկտները այդպես էլ կիսատ մնացին։ Կան հիմա, կան նման օրինակներ, դե լուրերին հետևեք, չեմ ուզենա հնչեցնեմ անուններ, բայց այո, այդ վտանգը կա, որ կիսատ կմնան կառույցները, այդ սեկտորը կքաշի իր հետևից բանկայինին, հիմա բանկերը շատ ուժեղ գանգատվում են, այդ հիպոթեկի պորտֆելը, որ հարցնում ես քանի տոկոս, ասում չկա Գարիկ ջան, 0 է։ Ասում այդքան ասում 0 է։ Այդպես շատ ուժեղ անկում ապրում։ Բանկերն են այսքան ճգնաժամի մեջ հայտնում։ Բանկերը գումարներ են տվել, էլի որ պետքա վերադարձնեն, այդ շղթան գնալու է կառուցապատողը բանկին չի վճարելու, բանկը գնալու է պետությանը, կառավարությանը, ասի ինձ ֆինանսավորի, որ իմ սեկտորն էլ հետևից չգնա շղթայավը։ Ու այդ բեռը հայտնվելու է, այդ խնդիրը հայտնվելու է կառավարության սեղանին։ Հիմա եթե կան ռելոկանտներ, բոլորը կփրկվեն։ Ես միջև այս դեպքը ինձ որ հարցնում են, ասում են, եթե լինի խաղաղության պայմանագիր, հաջորդ դրական ազդակը կլինի եւ տեղացիների, եւ Սփյուռքի հայերի եւ օտար երկրյա խոշոր ներդրողների համար կսկսի նոր ոչ թե կփրկի, անգամ նոր գնաճ տեղի կսկսի ունենալ։ Բայց եթե դա չեղավ, այս լճացումը ճահճի նման սկսելու է
ինքը դանդաղ քաշում է ճահիճի տրամաբանությամբ։ Ոնց է, չէ, կանգնացես, բայց շատ ժամանակ չես զգում, որ դու գնում ես ներքև։ Որ ուռել էր շինարարության ոլորտում, կսկսի պայթել։ Հա, ճիշտ եք ասում։ Թաղամասեր շենքեր կան, որ 24 թվականին խոստացել են, որ պետք է հանձնեն, ճիշտ է, փառկասու դեռ աշխատանք արվում է, կանգնած չի, բայց 25-ի կեսն ենք, իրանք դեռ գործեր ունեն անելու։ Այնուամենայնիվ, ինչու է Երևանում բնակարանները այդքան թանկ, թե սխալ է այս հարցադրումը։ Երևանում այն գինն է, ինչպիսին պետք է լինի բնակարանները գինը։ Սխալ չի։ Այդ հարցը շատ են տալիս մեկնաբանություններում, էլա շատ քննարկվում։ Տեսեք, Երևանը համայն հայության կենտրոնն է։ Մենք միշտ ասում ենք 2.5-3 միլիոնանոց երկիր է, աղքատ երկիր է, երրորդ կարգի երկիր է, բայց միշտ էլի մոռանում ենք, որ 7-ից 10 միլիոն ունենք դրսում։ Միշտ ասել եմ ու կասեմ, իրանց միջին աշխատավարձը $700 չի, 250,000 դրամ չի բարձր է։ Ու իրանք ինչ-ինչ պատճառներով ցանկություն ունեն, մեկը իր հայրենիք որպես ներդրում անի, մեկը ասած են մյուս տարբերական են պատճառներ, միգուցե ես չգիտեմ կամ չբարձրացնում, առնում են ու ցավոք սրտի Երևանն է ամենամեծ քաղաքը ու խոշորանում է։ Կլանում է այդ առաջարկը, այսինքն այդ դեմոգրաֆիան էլ 30% էր բնակչության, այս տեմպերով ես որ նայում եմ Հայաստանի 50% բնակչությունը առաջիկա 10-15 տարում, եթե սենց շարունակվեց, կլինի Երևանում։ Ամեն դեպքում փորձում են կենտրոն, հնարավորինս թանկ տեղ, լավ տեղ Երևան։ Ու ասում են, տեսեք, Իսպանիայում էժան է, ճիշտ է, ես էլ եմ նկարել, բայց դա Իսպանիայի Բենիդորմն է, ոնց որ համեմատենք մեզ մոտ Դիլիջանը չասեմ, կամ մաքսիմում Դիլիջանը, հա։ Չես Դիլիջանում էժան չեն քան։ Դիլիջանը ես ճիշտ եք ասում, բայց դա Մադրիդը չի։ Դա Մադրիդը չի, հասկանում եք։ Ոչ էլ Բարսելոնա։ Անկամ հա, տենց շատ են ասում, դե Դուբայի գինա դառը, Մայամիի գին չէ, Դուբայում այստեղից բարձր է, Դուբայում $3,500-ից $7,000 միջին գնագոյացում ու կա արդեն լյուքս սեգմենտներ ավելի բարձր։ Ուղղակի այնտեղ հարմար է մաս-մաս վճարման տարբերակը, փուլային շատ ճկուն տարբերակ կա ուժեղ։ Այս ճգնաժամը գաղթար են մի կերպ, ինքը ճգնաժամից օրինակ ես վատ չեմ զգում։ Ես Դուբայում հաճախ եմ տեսել այդ ուրեմն գովազդները, որ չեմ $40,000 դուք կարող եք դառնալ բնակարանի սեփականատեր այնտեղ։ Ես ճիշտ եմ հասկանում, որ դա ուղղակի գովազդային քայլ է, դրա հետևում կա եւս 60,000, հետո եւս 60,000։ 20%-ի մասն է։ 40,000-ը կազմում է այդ X գումարի գույքի 20%-ը, միաժամանակ 4% հարկն է ավելանում պետության եւ մարդը մաս-մաս վճարում է, բայց իրանք շատ լավ ամսական 1%, բնակարանը ստանաս դու դեռ մեզ վճարես 1%, այսինքն անգամ ստանալուց հետո դեռ կարող ես մաս-մաս վճարել։ Այո, Դուբայը շատ լավ մարքեթինգ է կիրառում, մնաց զարգացած երկրներ, ես խեմ ասում ճգնաժամը սիրում, ճգնաժամը ստիպում է զարգացնել բիզնես ինստրումենտները։ Դուբայը 9% ռիելտորին միջնորդին գումար է տալի, Կիպրոսը վաճառի 12% մինչև քեզ գումար եմ տալի։ Գնացեք մեր կառուցապատողին, ասա դու ռիելտորին ինչքան ես պատրաստ ասկան տալիս ես։ 1.5% լավագույն դեպք, այո, այմա չեն կարող վաճառեն, կսկսեն 10% վճարել մեր նման մարդկանց, որ իրանց գույքերը օգնենք վաճառենք։ 22 թվականին, գիտեք, դե ապա մենք էլ ենք ծախում, դե ծախեք։ Գիտեք, սարքել ուրիշ բան, վաճառել ուրիշ տեխնոլոգիա։ Այդ ժամանակ, երբ որ գերշիկացում էր շուկայում, գերտաքացում էր շուկայում, մենք տեսանք իրավիճակներ, որ այն մարդիկ, որոնք ընդհանրապես շինարարության հետ կապ չունեին, ֆիրմաներ էին ստեղծում եւ մտնում էին շինարարության շուկա, դե բնակարան կառուցելը, բազմաբնակարան շենք կառուցելը հետաքրքիր բիզնես է, եկամտաբեր բիզնես է, մտնում ենք այդ ոլորտ։ Ձեր ոլորտում էլ եղան մարդիկ, որ նման, այսպես ներխուժեն ոլորտ, որ մենք էլ պետք է վաճառքով զբաղվենք, ռեալտորություն անենք։ Այո, կան ընկերություններ, ովքեր ճիշտ ժամանակին մտան այդ շուկայի մեջ, ոնց որ շուկան էլի զարգացման արդյունքում բաժանվեց երկու ճամբարի գրասենյակները, առաջնային շուկայով զբաղվողներ եւ երկրորդային։ Նախկինում խառներ այդ պոզիցիաները, հիմա կա առաջնայինում հայտնի արդիկ, ովքեր կառուցապատողները գեներացնում են վաճառքը իրենց միջոցով, տոկոսով կամ քառակուսի մետրի վարձատրությամբ, ու կա որ արդեն իսկ պատրաստի սեփականության վկայականով շենքը հանձնված երկրորդային շուկայի առաջարկա։ Հարցազրույցի սկզբում խոսեցինք նրա մասին, որ կային ակնկալիքներ նաև Արցախից մեր հայրենակիցների
հոսքի հետ կապված եւ դա չիրականացավ իրանք հիմնականում ցածր այսպես վարձակալական շուկայում ավելի շատ տեղավորվեցին եւ այնտեղ որոշակի շարժ տեղի ունեցավ, հա։ Հիմա պետությունը իրականացնում է որոշակի ծրագիր արցախցիներին բնակարանային ապահովման համար։ Ձեր կարծիքով, երբ չգիտեմ, տեղյակ եք այդ ծրագրից, վաուչերներ եւ այլն, առաջարկվող գումարները մեկ շնչին ընկնող, մոտավորապես 2-ից 3-ից 4 եւ ավելի միլիոն, 3-ից 5 կարծեմ միլիոն դրամ եւ այլն։ Այդ ծրագիրը շատ դանդաղ է ընթանում, ընդհանրապես այդ վաուչերների միջոցով բնակարան ձեռք բերելու ծրագիրը, հա։ Ինչու է այդպես ասես։ Դե դա արդեն պետական հայրեր Չէ, պետության մասին չի խոսքի, նկատի ունեմ մարդկանց համար գրավիչ չէ վաուչեր վերցնել, գնալ բնակարան գտնել, այսինքն այդ շուկայում ոնց է ընդհանրապես դա աշխատում, էլի։ Մի մասը, ասեմ ձեզ, դեռ չի որոշել իր ապագան կապելու Հայաստանի հետ, թե Ռուսաստանի հետ, կամ որևիցե այլ արտասահմանյան երկրի հետ, ու գնում են, շատերը միգուցե մտածում են Ռուսաստան սպասենք ինչ ալնում գնանք, չգնանք, այնտեղ էլ խառը չէ անկայուն։ Ու օգտվում են որոշներն էլ, բայց այն նորակառույցները, որ մտածում են կգան արցախցիները կառնեն, միջիկ ստատիստիկ վերցնենք ընտանիքը 4 անց 5-10, 3-4 այնտեղ ինչ որ տարիքային թե բան կա, մաքսիմում 5 միլիոն է, 5-ն եմ շատ ասում, եւ 3-ից 4-ը։ Այդ 5 միլիոն Հայաստան Երևանից շատ հեռու։ Հա, եւ այս ամենամեծ շրջանների համար այդ սուբսիդավորումն է։ Կազմեց 16 միլիոն դրամ։ 4 անձ ապրելու համար առնվազն իրաց պետք է 80-90 քառակուսի մակերես, այսպես ասած 3 սենյականոց բնակարան, որը էլի շատ քիչ է լինում նորակառույցներում։ Խորհրդային ֆոնդը ավելի հարուստ է այդ առաջարկով, ավելի հասանելի ու մատչելի է։ Սպասել պետք չի։ Վերանորոգման անհրաժեշտություն չկա, ինչ որ X վերանորոգում կունենա, մարդիկ այդ անարար նեղորից եկած մի բան իրաց ձեռով կանեն, քիչ-քիչ, հա, մի օր բաղնիկը կսարքենք, գումար կաշխատենք, խոհանոցը կփոխենք, գնում են այդ տարբերակով։ Որի նորակառույցները, որ մտածում ենք կգան, 55,000 ֆոնդ ունենք, 100,000 մարդ կգա, այսա կլացվի, սա բոլորին կբավականացնի այդ թիվը։ Ոչ, դա շատ սխալ չափանիշներ էր։ Այսինքն անշարժ գույքի շուկան կփրկի նոր ռելոկացիան Հայաստան։ Ռելոկացիան, այո, կտա ինչ-որ մի բան, կամ դասված խաղաղության պայմանագիր ունենանք, շատ դրական ազդակ կտա արդեն։ Մարդիկ դուք դա զգում եք, որ մարդիկ նմանակ շուկան նման սպասելիքներ ունեն։ Այո, միջին ստատիստիկ մարդը ոնց է մտածում, անգամ հիմա մեր երկիրը ունի խնդիրներ, մենք այդ վտանգը չենք չեզոքացրել, ու հարևան երկրում կա վտանգ, որը այո, եւս վտանգ կարող է սպառնա մեզ համար։ Մարդը ասել խի տուն առնեմ, կարողա նեղորվա պահեմ։ Անկախ նրանից կթանկանա, թե ինչ ես նեղորվա կանխիկ ունենամ։ Ես չգիտեմ ինչ կլինի, հա։ Բայց կան բիզնեսմեններ, ովքեր ավելի սիրում են ռիսկի դիմեն կամ եւ ազատ միջոցներ ունեն։ Ազատ միջոցներ ունեն, կարան ազատ միջոցը, այո, դնեն, ասեն հոп, հիմա ներդրման ժամանակն է, քանի չի բարձրացել, կամ ամեն դեպքում կարելի ասել 50-50 կամ 60-40 Եկամտահարկի այդ վերադարձի այդ մեխանիզմը օրենքի գործունեության դադարեցումը փաստացի 2025-ին դադարում է ամբողջությամբ։ Երևանում մարզերում էլ մինչև 2027 թիվը, եթե չեմ սխալվում, հա։ Ինքը ինչ ազդակ է։ Հիմա շուկան իսկապես զգում է այդ ազդակը պասիվացման տեսանկյունից։ Միանշանակ նորակառույցները զգում են դա։ Դա ինքը շատ մեծ դրայվ տվեց ու ոնց որ մեծ տվեց, տենց էլ անցած տարի էլի ով չէր հասցրեց, օրինակ դեկտեմբերին բան լավ գործարքներ արեցին, ու ինքը արդեն սպառեց իրեն։ Ու այդ ակնկալիքով ովքեր շուտ էին սկսել հասցրեցին վաճառել, ովքեր մեջտեղն են կամ բան, դժվարություններ զգում են։ Բայց ես հիմա մի հատ ուրիշ տենդենցիա եմ տեսնում, քանի որ Երևանի վարչական տարածքից դուրս է տեղափոխվել այդ օրենքի կիրառությունը մինչև 2027 թվականը, կարծես ամեն ինչ գնում է նրան, որ լավ, տուրիստական հոսք ունեցող որոշակի քաղաքներում կկառուցվեն բնակարաններ, բազմաբնակարան շենքեր, գուցե որոշակի պրոյեկտներ իրականացվեն, բայց ավելի շատ Երևանի ագլոմերացիաներն են սկսում մեծանալ, այսինքն Երևանի վարչական տարածքից 1 մետրային կողմ սկսում են կառուցել նոր բազմաբնակարան շենքեր։ Այո, Երևանում կա որ այս մայթը Երևանն է, այս մայթը Կոտայք է Հավանում, հա, օրինակ։ Եվ նույնը Դավթաշենում կա, Զովունի հատվածներում։ Նրանք ակնկալիք ունեն, որ եկամտահարկը ով չի հասցրել ժամանակին Երևանում օգտագործի, ոչ կգնա Հավանում կանի, որովհետեւ միգուցե Աբովյանն ահագին ակտիվ է, Ծաղկաձոր, Դիլիջան եւ այլ վայրեր, բայց Երևանը արդեն սպառել է իրեն։ Երևանում առաջարկները շատ են ու Երևանում կա խնդիր, թաղամասեր կառուցեցին, բայց կոմունիկացիա ոչ ոք չի կառուցում։
Ես այդ հարցը խնդրում եմ ուշադիր եղեք, որ սկսեն բնակվել, չէ՞։ Ուղղակի մեր բախտը դել է մի քիչ բերել, որ դրսի մարդիկ չեն մշտապես չեն բնակվում, Սփյուռքի առած մարդիկ, եթե այդ ծանրաբեռնվում, եթե ծանրաբեռնվեց, ոչ հոսանքն է բավականացնելու, ոչ ջուրը, ոչ գազը, տրաֆիկը չեմ ասում, այդ մեքենաների շարժը ինչա լինելու։ Անկազմակերպ է շատ արված։ Արաբկիրը դուք վերևի հատվածը որ նայեք, ներքևից չեք զգա, բայց երբ որ դրոն ես թռցնում, զգում ես արծվի թռիչքից։ Ասում եմ, այս շենքերը որ ապրեն, ու դեռ կառուցվում են 20 հատ 20 հարգանիներ, բան։ Օրինակ, հա, City սուպերմարկետի տեղը գնալու եմ այդ հսկա շենքեր թաղամաս։ Մեր օրերում Կիրակի օր գնում ես Արաբկիր, գնում ես խցաման մեջ։ Դուք պատկերացեք այս շենքերը սարքեն, բարեհաջող վաճառվեն, նորաստեղծ ընտանիքներ են եւ այլ տուրիստներ ինչն եկան ապրեցին ու պետքա դուրս գան ու գնան։ Մեծ խցաման մեջ կա։ Մեծ կոլապս է լինելու։ Ու մեր ազգը մոտոքշել չի սիրում, ոնց հասկացա, մենտալիտետն էլ։ Ստիպում որ մեծ մեքենա առայժմ գերադասին քշենք։ Շատ լավ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Civilite Business-ի տաղավարում ես զրուցեցի Գարիկ Դանիելյանի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։